Եկեք մի հատ ուշադրություն դարձնենք, Տեր Հիսուսը համբարձվելուց առաջ աշակերտներին ասեց մեկտեղ լինել Երուսաղեմում։ Աշակերտները մեկտեղ էին բոլորը։ Սա նշանակում է ոչ մեկն իրենց տներն անգամ չէր գնացել։ Վերնատանը բոլորը մեկտեղ էին, 120 հոգի, առաջի գլխում գրված է, Հիսուսի մայրն էլ էր այնտեղ։ Եվ սա շատ հետաքրքիր պահ է, մի կողմից, որ մենք ասում ենք, որ Մարիամը Մարիամ Աստվածածին չէ, այլ Հիսուսի մայրն է, քանի որ Հիսուսը իր հոգին պիտի ուղարկի եւ մարդիկ պիտի մկրտվեն Սուրբ Հոգով, Պենտեկոստի օրը մկրտվեցին Սուրբ Հոգով, սկսեցին լեզուներ խոսել, հետեւաբար դրանց մեջ էր նաեւ Հիսուսի մայրը Մարիամը։ Ստացվում է, որ մայրը ընդունեց որդու հոգին, անտրամաբանական է։ Որովհետև տվյալ դեպքում արդեն Հիսուս Աստված ինքն էր, որ իր հոգին բերում էր սովորական մարդկանց մեջ, որոնցից մեկն էլ Մարիամն էր։ Հիմա, եթե իրանք միաբան չլինեին մեկտեղ, 120-ից 119 լինեին, այն մի հոգին չլներ ընդեղ, այս երկինքից եկող Սուրբ Հոգու մկրտությունը չէր ապրելու ինքը։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ աշակերտները Հիսուսին կատարելապես հնազանդեցին եւ իրանք մեկտեղ էին։ Եվ այստեղ կարդում ենք, որ երկրորդ գլխում ամենքը միաբան մեկտեղ էին։ Այնուհետև մենք կարդում ենք Գործք առաքելոց երկրորդի 44-47 խոսքերի մեջ, որ երբ որ արդեն եկեղեցին ձևավորվել էր, առաքյալների վարդապետությանն էին հետևում, հաղորդությանը եւ հաց կտրելին աղոթքներին, ինչին այսօր դուք ոչ մեկն էլ չեք հետևում դեռ։ Ուրեմն եկեղեցին առաքյալների վարդապետությանն էր հետևում, հաղորդությանը, հաց կտրելին եւ աղոթքներին։ Սրանցից ոչ մեկն էլ չի կատարվում ձեր կյանքում։ Ամեն անձի վրա վախ եկավ, շատ հրաշքներ, նշաններ էին գործվում առաքյալների ձեռով։ Եվ բոլոր հավատացյալներն իրար հետ մեկտեղ էին եւ ամեն բան հասարակած ունեին եւ ապրանքները բոլորը ծախում էին եւ բաշխում էին այն ամենին, ում ինչ բան որ պետք էր լինում։ Սա ձեզանից իհարկե չի պահանջվում, որովհետեւ տարբեր տեղեր եք ապրում։ Ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում, հաց էին կտրում, տներումը ուրախությունով եւ սրտի միամտությունով կերակուր էին ուտում, Աստծուն օրհնում էին եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունեն եւ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ։ Հիմա քանի որ մենք տեսնում ենք, որ առաքյալները իրենք ունեին Հիսուսից իրենց հանձնարարված հստակ վարդապետություն, իրենք այդ վարդապետությունն էին մատուցում բոլորին եւ բոլորի համար դա օրենք էր։ 4-րդ գլխի մեջ մենք կարդում ենք 32-37 հայ միջալոց ասեմ ձեզ ի տարբերություն երկրի սահմաններից դուրս լինողներին, որ դուք եք, Հայաստանի որ անկյունում էլ որ լինենք, ես Աննա Քուրսա ձեզ եմ ասում, Արարատի ժողովրդին, եթե դուք մեկտեղ չեք ուզում հավաքվել, ուրեմն դուք չեք էլ ուզում փրկվել։ Որովհետև մենք այսօր այստեղ լինողներս ունենք այդ հնարավորությունը։ Եթե ես հարցնեմ Կայնե Քյուրիկին, Գայան Քյուրիկին, Ալա Քյուրիկին, որ եթե Հայաստանում իրանք լինեին, մենք մեկտեղ կհավաքվենք, թե չէ, ես վստահ եմ, որ իրանք կասեին այո։ Այդպես է թե չէ։ Այո։ Հետևաբար, Հա, ես գիտեմ, ասել եք այդ մասին, բայց իմ ասածն ուրիշ բան է։ Իմ ասածը սա է։ Այստեղ հարցը սա է, որ հա ես ընդհանուր հիմա ես սա եմ ասում։ Իմանայիք, որ մեր ցանկությունը, եթե Տիրոջը սրտեր քննող է, ես դրանով վստահ եմ, եթե Տերը մեր սրտերը քննում է, մեր սրտի ցանկությունն էլ գիտի, որ մեր ցանկությունը շատ մեծ է։ Աղոթքների մեջ էլ անգամ մեր ցանկությունը շատ մեծ է, բայց մենք ունենք գլուխ, որ մեր գլխից ավել չենք կարող, մենք տիրապետենք այդ ամեն ինչը, չենք կարող, էլի ասենք։ Ես դա հասկանում եմ։
Չեմ կարող ես մենակով հնեմ, ինչ-որ մի բան ցանկանամ ու լինի։ Ես դա հասկացա լրիվ ձեզ։ Հիմա մենք կարդում ենք Աստծո խոսքի մեջ, որ կա մի պահ, կա մի պարագա, երբ որ Աստծո խոսքը մեզ պարզ է ասում։ Այո, կնոջ գլուխը տղամարդն է, բայց տղամարդի գլուխը եթե Քրիստոսն է։ Հիմա դուք փրկվում եք ոչ թե ձեր ամուսնու համար, աննաքույր, կամ քո երեխայի համար, դուք փրկվում եք ձեր համար։ Ավետարանը ոնց քարոզվել է, ես այդպես էլ քարոզում եմ, մնացածը ձեր խնդիրն է։ Հիմա ես կարդում եմ այստեղ, որ Պողոս Առաքյալն ասում է, մեկտեղ հավաքվել է մի թողնեք, ինչպես ոմանք սովորություն։ Ես Սուրբ Գրքում ոչ միտեղ չեմ կարդում միտեղ, որտեղ ասվում է այդ մասին, որ ասենք մեկտեղ չի կարող հավաքվել, բացառություն կա մեկտեղ չհավաքվելու, բացառությունը միայն հիվանդությունն է, Սուրբ Գիրքը մեզ ասում է։ Մնացած դեպքերում յուրաքանչյուր անհատ իր փրկության համար ինքն է պատասխանատու եւ երբ որ Աստծո առջև կանգնի որևէ մեկը, ինքը չի կարող պատճառաբանել, ասել, գիտես, ամուսինս ինձ հալածում էր, չէր թողում, հալածում էր, թող հալածի, ինչ է եղել, ես ժողովների ժամանակ մենք այնքան ենք տեսել այդպիսի դեպքեր։ Ու դա անհնազանդություն չի, ձեր համար կարող է դա խրթին լինի։ Դա անհնազանդություն չի, դա քո փրկության խնդիրն է, դա միակ տեղն է, որ Սուրբ Գիրքն ասում է, դա քո որոշումն է։ Բայց ինքը թույլ է տվել այդքանը, որ եղել է, եթե ինքը Տիրոջ հետ համարձակություն ուներ, Աստված կհարթեր այդ բոլորը։ Հիմա ես նույնիսկ եմ կրկնում, ավետարանը մեզ ասում է այդ մասին, կա մի տեղ, թագավորի հրամանը կատարի գրված է Աստծո ուխտի համաձայն։ Եթե այսօր թագավորը, որի իշխանություն ունի ինձ վրա, որպես այս երկրի քաղաքացի, երկրի կառավարիչը, վարչապետը, օրենքը, որի դեմ կանգնել ենք մենք, խորհրդային տարիներին հալածվել ենք, ուրեմն եթե մենք Աստծո խոսքից դուրս գայինք եւ իրանց հնազանդեինք, դուք այսօր ավետարան չէիք լսի։ Առաքյալներին ծեծում էին, ջարդում էին, բանտ էին գցում, ասում են այդ անունով էլ չխոսեք։ Առաքյալներն ասում են դուք նայեք, մենք չենք կարային որ տեսնենք ու լսենք չասենք։ Բայց ինչի համար էին նահատակում առաքյալներին, ինչի համար էին սպանում հավատացյալներին։ Հավատքի համար։ Դուք ինձանից լավ գիտեք առաքելական եկեղեցու վարք սրբոցը։ Մարդիկ ոնց են հալածվել Քրիստոսի անվան համար։ Հիմա առաքյալները կանգնեցին, ասեցին մարդկանց լսենք թե Աստծուն։ Նույնն է, Սուրբ Գիրքն ասում է կա մի սահման, որ ես կարող եմ չհնազանդել թագավորին։ Եվ այո, առաքյալների օրինակը Սուրբ Գրքում հստակ երևում է դա։ Եվ նրանց արյան շնորհիվ է, որ ավետարանը մեզ է հասել։ Նրանց կանգուն ու ամուր լինելու պատճառով է, որ այսօր մենք դեռ ավետարան ենք քարոզում։ Դա ձեր իրավունքն է, ձեր ընկալումն է, ես ուղղակի կարող եմ ընդամենը ավետարանը քարոզել, իսկ ավետարանը ինձ թույլ չի տալիս հետևյալը, որ օնլայն պաշտամունք անցկացրու կամ եղբայր հետո մկրտություն արա, չկա նման բան։ Դուք մկրտվելու եք ինչին հարեք։ Որտեղ հարեք, ուր է քո եկեղեցին։ Ես ընդամենը ասում եմ շաբաթը մեկ չի լինում, ամիսը մեկ կարող ենք հանդիպել, էդ էլ չունեք, ես չունեմ որևէ այլ առաջարկ, ավետարանը ինչ որ պահանջում է, ես դա մատուցում եմ ձեզ։ Եթե դուք ի սկզբանե սխալ եք ավետարանը հասկացել ու այսօր դժվարանում եք շտկեք ձեր հավատքի ընթացքը, դա ձեր խնդիրն է։ Բայց ես նորից եմ կրկնում, ավետարանը ինձ թույլ չի տալիս, որպեսզի եկեղեցու ինստիտուտը, որը, այսինքն եկեղեցու կառույցը, որպես Քրիստոսի մարմնի անդամ, ես հիմա հերթականությամբ կարող եմ կարդալ, Առակաց 28-ի 13-ում էլ գրված է այդ մասին, եւ Պողոս Առաքյալի Եբրայեցիցում էլ, ինչպես ասեցի, 28-ի 10-25-ում ասում է, մեկտեղ հավաքվել է մի թողնեք, ինչպես ոմանք սովորություն ունեն։ Եթե ձեր ընթացքը Աստծո առաջ ուղիղ է, լավ եք անում, աղոթում եք եւ այլն, ես ուղղակի ուզում եմ հաջորդ հարցը տալ։ Այդ դեպքում ինչի Աստված չի հարթում ձեր ճանապարհը, որպեսզի դուք իր վարդապետության այդ ընթացքի մեջ գալով վերջապես ձեր փրկությունը արձանագրեք։ Որովհետև էլի քիչ հետո մենք կկարդանք, թե դեռ ինչեր կան, որոնք ձեր կյանքում չեն կատարված, որոնք եթե չի կատարված, չի կարող մարդն ասի ես փրկված եմ։ Այդ ով ինչքան ուզում է իրան համոզի։
Հետո մի նրբություն էլ ասեմ ձեզ։ Վաղը մյուս օրը նա որ ձեզ մկրտում, ես կոնկրետ, եթե պիտի մկրտեմ, ապա դուք պիտի արդեն լինեք այն աշակերտները, որ պիտի սովորեք։ Հիմա եթե դու ունես արդեն քո ընկալումն ու քո գաղափարը, ես քեզ էլ ինչ սովորեցնում, դու արդեն ունես քո ընկալումը։ Խնդրում եմ տարբերությունը հասկանանք, որովհետև այսօր արդեն հարցը շատ կոնկրետ է դրված, եւ դա մենակ ձեզ չի վերաբերում, դա բոլորին է վերաբերում։ Ոչ մեկի դեմ որևէ բան չունենք, ավետարանը բոլորի համար ինչ ասում է, մենք դա ենք ներկայացնում։ 28:13-ում գրված է. իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանողն ու թողողը ողորմություն կգտնե։ Այստեղ կաք մարդիկ, որոնք դեռ ձեր մեղքերը չեք խոստովանել։ Մենք կարող եք ասել դուք ծունկ եք գալի խոստովանում եք ու էլի կվշտացնեք, էլի կլացացնեք ինձ։ Ինչու՞, որովհետև խոստովանության մասին բազմաթիվ անգամներ կամ եղբայրը ձեզ ասել է, որ դրանք դեռ խոստովանություններ չեն, որ դուք անում եք։ Որովհետև դուք պետք է ըստ Աստծո խոսքի ձեր հին ադամական մեղավոր բնության համար, ինչպես Հովհաննես Մկրտչի մոտ էին գնում խոստովանում, դա պետք է արվեր։ Եվ այսօր ձեր մեղքերի թողության խնդիրը, ձեր դոսիեն, ձեր մեղքերի այդ ցուցակը դեռևս չի ջնջված, քանի որ դուք ավետարանական հիմքի այդպես սկզբունքով չեք խոստովանել ձեր մեղքերը։ Մեղքը խոստովանողը եւ թողողը գրված է, նա կգտնի Աստծուց ողորմություն։ Վերջիվերջո մենք խոսում ենք հավիտենական կյանք ստանալու մասին։ Արդյոք Սուրբ Գիրքն ասում է, որ դու կարող ես քո ձևով հավիտենական կյանք ստանալ, Դավիթ եղբայրն իր ձևով, Կայենե քույրիկը իր ձևով, կամ եղբայրը իր ձևով։ Հիսուսն ասել է ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ով որ ինձ ամոթ համարի մարդկանց առաջին, ես էլ նրան եմ ամոթ համարելու։ Ով որ իր հայրը, մայրը, քույրը, եղբայրը, կինը, ամուսինը, երեխան ինձանից ավելասիրում, ինձ արժանի չի, գրված է։ Հիմա եթե մենք իր խոսքը մեր սրտերում ունենք, հո ես զորով ձեզ չեմ ստիպելու ասեմ ըմբոստացեք, այս արեք, չէ, սա խոսում է այն մասին, որ դուք ձեր հոգևոր կյանքում վերստին ծնունդը եւ փրկության այն երջանիկ, երանելի կյանքը ձեր սրտերի մեջ չեք ապրել, որ ապրած լինեի կամ եղբայրը այսքան չէր կա, ես ասեմ ձեզ, այսօր մենք ունենք էլի եկեղեցու անդամ Սուրբ Հոգով մկրտված, որ էլի չի ապրել Սուրբ Հոգու լեցունությունը դեռ։ Թեպետ լեզուներով է խոսում։ Դեռ լեզուներով խոսել չի նշանակում երկնքի կյանքը մեջը կրել։ Որովհետև այդ երկնքի կյանքը երբ մարդու մեջ է գալիս, երկրի վրա ոչինչ նրա համար անհնար չի լինում արդեն։ Ավելին ասեմ, բանը մյուս օրը հավատքի համար մենք պիտի կանգնենք եւ դավանենք եւ Հիսուսն ասում է մի վախեցեք նրանից, որ ձեզ կսպանի։ Բայց որ հանկարծ հավատքի համար կանենք, հանկարծ այդպիսի խնդրի առաջ, այդ ոնց է հիմա հեշտությամբ կարող եք ասել, հա, դե դա արդեն Տիրոջ մոտ եմ գնում, նույն բանն է մեր կյանքի ցանկացած պարագայում, որ մենք պիտի պատրաստ լինենք որևէ բան չանել, որ Տիրոջը ցավ է պատճառում, եւ անել այն, ինչ որ Աստված է ուզում։ Մարկոս 16:16-ում կարդում ենք. Եվ նրանց ասեց, գնացեք բոլոր աշխարհ ավետարանը քարոզեցեք ամեն արարածի, ով որ հավատաց եւ մկրտվեցավ կփրկվի, եւ ով որ չհավատաց կդատապարտվի։ Այստեղ անհատապես յուրաքանչյուր չափահաս անձինա ուղված սա։ Աստված ամեն ինչից վեր է, նրա խոսքը ամեն բանից վեր է։ Հիմա եթե ես երկրավոր կյանքում ինչ-որ ժամանակում ունեմ ինչ-որ կյանքի տարիներ, որոնց մեջ ապրում եմ, մի նժարի վրա դրվում է իմ երկրավոր կյանքի ընկալումները, մյուսում դրվում է իմ հավիտենական, իմ հոգու փրկության խնդիրը։ Հիմա եթե ես հոգու փրկության խնդիրը ուզում եմ երկրորդական դարձնել, առաջնային էլ մեկը դարձնել, դա ձեր իրավունքն է։ Այստեղ մենք կարդում ենք, ով որ հավատաց ու մկրտվեցավ, կփրկվի։ Հայերեն եմ չէ կարդում, Մարկոս 16:16, դուք էլ բացեք նայեք։ Ես բան ավելացնում եմ այստեղ, լավ եք արել հավատացել եք։ Հիմա այստեղ գրված է, որ փրկվելու համար պիտի մկրտվեք, մկրտվելու համար պիտի դրանից առաջ աշակերտվեք։
Աշակերտի մասին գրված է անձը ուրանա, խաշն առնի գայմ հետևից։ Ուստի սա նորից եմ կրկնում, հավատացյալների եկեղեցի չի, սա Քրիստոսի աշակերտների եկեղեցի է, որում անձը պիտի հասկանա, որ ինքը այն պահից սկսած, երբ Հիսուսին ընդունում է որպես Տեր ու Փրկիչ եւ աշակերտվել է ուզում, խաչն արդեն կրում է ինքը եւ իր համար մահա Աստծո խոսքից դուրս գալը, իր համար մահա, եթե Աստծո խոսքի մի կետը իր կյանքում չկատարվի։ Հովանու 6-րդ գլուխն եմ ուզում, ուրեմն այստեղ տեսնում ենք, դա չի կատարվել։ Մեկտեղ չեն կարող հավաքվենք, չի կատարվում նաև հետևյալ համարը, ինչպես կարդացինք։ Հիմա ես վերջում կասեմ նաև մի ընթացք, որի մեջ դուք գնում եք եւ սա որպես մարգարեություն կընդունեք։ Այո, ես ունեմ մարգարեական խոսք ձեր համար նաև։ Ու դուք կհասկանաք, թե ձեզ ինչ է սպասվում։ Ուրեմն Հովանու 6-րդ գլխի մեջ մենք կարդում ենք. Տեր Հիսուս Քրիստոսը հացը բազմացրել էր եւ ժողովուրդը հետևում էր Հիսուսին։ Տերը շուռ եկավ եւ տեսավ, որ ժողովուրդը իրան է հետևում։ Եվ Հիսուսն ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք ինձ որոնում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, բայց որ հացիցը կերաք եւ կշտացաք։ Ահռելի թվով բազմություն էր հետևում իրեն։ Հիսուսն ասեց. դուք ինձի չեք հետևում նրա համար, որ իսկապես ճանաչեցիք ես ով եմ։ Հացից կերակ կշտացաք։ Գործեցիք ոչ թե կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ մարդի որդին կտա ձեզ, որովհետև Աստված Հայրը կնքեց նրան։ Այստեղ Հիսուսը համեմատում է երկրավոր հացը երկնքի հացի հետ։ Եվ ասում է, որ եթե երկնքի հացը չուտեք, դուք չեք կարող փրկվեք։ Այս շարունակության մեջ տեսեք ինչ ասում։ Ասեցին ինչ անենք, որ Աստծո գործերն անենք, ասեց հավատացեք նրան, որին ուղարկեց ինքը։ Ասեցին, բա դու ինչ նշան ես անում։ 5000-ին կերակրել է, ուրեմն դա նշան չէր դեռ։ Եվ հետո Մովսեսի օրինակը բերեցին, ասեցին Մովսեսը մանանա է տվել, մեզ կելնի Հիսուս ամեն օր հաց դուր սոված չլնենք, էլի 40 տարի անապատում հաց են կերել։ Մեզ էլ դուրել Հիսուսը կարար ասեր, հա կտամ, բայց հետո ձեր ոսկորներն էլ թափված կմնա անապատում, ոնց որ նրանցն էր։ Ասայա ճղճի մարդը հрьян այսօր էլ հայը, որ ինքը այսօր մենք ընտրություններ ունենք, արդեն հունիսին 10, 20, 30, չգիտեմ քանի 100 հազարի դիմաց պատրաստ է իր հոգին վաճառելու, մենակ թե փորը սոված չմնա։ Եվ այստեղ մենք կարդում ենք, Հիսուսն ասում է, ես եմ կյանքի հացը։ Ես եմ կյանքի հացը։ Ինձ մոտ եկողը չի սովիլ, ինձ հավատացողը երբեք չի ծարավիլ։ Այ քեզ բան։ Որովհետև ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Մեկն եկավ ասեց, Տեր, գնամ իմ հորն թաղեմ, հետո կգամ քո հետևից, ասեց թող մեռելները թաղեն իրանց մեռելը։ Դու իմ հետևից արի։ Հիմա Հիսուսը անարգեց 4-րդ պատվիր հորդ մորդ 10 պատվիրաններից մեկը անարգեց։ Իհարկե ոչ։ 10 պատվիրաններում գրված է, որ հորն ու մորը ինքը պատվեր։ Բայց Հիսուսն ասեց, թող մեռելները թաղեն իրանց մեռելը։ Նայում մեկ ուրիշը եկավ եւ ասեց, էլի նույն բանը գրեթե, բայց Տերն ասեց, հարմար չի ձերքը մաչին դնողը եւ ետ նայողը։ Մեկն էլ ասեց, ամուսնացել եմ, չեմ կարող գամ հարսանիքի, առակի մեջը, ես եմ արել, արդ եմ արել։ Երկնքի արքայության հարսանիքի հրավերի առակի մեջ Տեր Հիսուսն ասում է, որ այսօր դուք ձեզանից յուրաքանչյուր քննեք ձեր անձերը։ Նորից եմ կրկնում, եթե ինչ որ ձևով դա ձեզ չի բավարարել, որ մենք այսքան ժամանակ ջանք ենք արել հասկացնելու որն է Աստծո երկյուղով հասկացնել, թե որն է իսկապես Աստծո կամքը, որտեղ է վրիպումը, որտեղ է սխալը, բայց այսօր ի վիճակի չեք, թույլ չեք տալի քանդենք ձեր հիմքերը, այն բանը, որոնք իսկապես միջև հիմա դրվել է ու չեն կարողանում դա քանդել, ու դուք չեք թույլ տալիս դա ձեր իրավունքն է։ Կարող եք ասել, տանն եմ աղոթում, ես փրկված եմ կամ եղբայր։ Իզուր ժամանակ մի վատնի, իմ հավատքը ինձ հերիքա։ Ես կասեմ օքեյ եւ կասեմ խոսքը, որ դուք երբեք ճանաչելու Տիրոջը վերջապես։
կա ժամանակ կգա այդպիսիների համար էլ ցավոք սրտի եթե կանգնած չեն գալիս բարկած են գնում տիրոջ։ Ես քիչ չունեմ այդպիսի դեպքեր, որ մարդիկ իրանց ընկալումներով, համոզմունքներով եւ այլն մերժել են, բայց հետո ես ստիպված եմ եղել մահվան անկողնում մոտ խոստովանություններ լսել։ Մենք Աստծո վախով ենք քարոզում եւ Սուրբ Գիրքն էլ ինձ իրավունք է տալիս գրված է ոմանց վախով։ Եվ սա այն ժամանակն է, որը ես չեմ կարող անցնել։ Անցած անգամ ինձ համար շատ ահազանգ էր, որ ես երբ որ զրուցեցի ձեր հետ, ես հասկացա, որ ոչ մի ձևով չեմ կարող հասցնել ձեզ այն, ինչը որ ավետարանով ընդունել եմ։ Մենք շարունակության մեջ լսում ենք Հիսուսն ասեց ես եմ կյանքի հացը։ Հրեաները տրտնջացին, ինչպես այսօր դուք կարող եք տրտնջալ, ու եկավ մի բան ասեցին, այս մարդը խիստ է խոսում։ Այս մարդը խիստ է խոսում, մենք սրա հետևից չենք գնա։ Հրեաներն են իրար հետ կռվում էին եւ ասում, սա ինչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու, որովհետեւ Հիսուսն ասում էր, եթե իմ մարմինը չուտեք, իմ արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Իմ մարմինը ուտողը, իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի եւ ես հետի նորումը հարություն կտամ մեռենից։ Դուք սա չեք արել ձեր կյանքում։ Իսկ ո՞րն է դա։ Խորհրդավոր վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը հացը կառնի եւ իր նեղ շրջապատում, նեղ, այստեղ շատ աշակերտներ գրված է, թողեցին Հիսուսին եւ հետ գնացին, ասեցին խիստ է այդ խոսքը, ով կարող է լսել դրան։ Եվ Հիսուսը իմանալով իր անձումը, իր աշակերտները տրտնջում էին դրա համար, ասեց դուք եք ուզում գնալ, գնացեք։ Պետրոսը շուռ եկավ ասեց դեր որո երթան, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Հիմա խորհրդավոր վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը բացահայտեց, որ իր խոսքերը հոգի եւ կյանք են։ Ոչ թե ինքը իր ֆիզիկական մարմնի մասին էր ասում, այլ Զատկի այդ վերջին տոնակատարությունը, որ արեց հրեաների իր աշակերտների հետ, իր մարմնի օրինակը հացը վերցրեց, օրհնեց, հիմա մենք վաղը օրինակ հաղորդություն ունենք, հացը վերցրեց, օրհնեց, տվեց իր աշակերտներին, գավաթը օրհնեց, տվեց իր աշակերտներին, ասեց, քանի անգամ որ այս հացից ուտեք, քանի անգամ որ այս գավաթից խմեք, իմ մահը պատմեք, մինչև որ ես գամ։ Հիմա գավաթից ըմպել, հացն ուտել, սպասավոր է պետք, որը ձեզ առաջնորդի դրան։ Իսկ ովքեր կարող են մասնակից, ովքեր Հիսուսի հետ ուխտի մեջ են մտած, ովքեր ջրով մկրտված են, ովքեր ապաշխարած են, ովքեր վերստին ծնված են, որը դեռևս դուք այսօր այդ process-ին չեք հասել դեռ։ Վերջապես ես 6-րդ գլխով ցույց տվեցի ձեզ, թե այդ ինչ պակասություն ունեք ձեր կյանքում եւ այսպեսի վիճակում մենք հիմա պատրաստվում ենք հափշտակության, որովհետև իրոք նշանները շատ բարդ մարգարեական կատարվում են, որ շատ արագ է լինելու հափշտակությունը, անգամ ես հիմա իմ մոտ այնքան բաներ եմ կարեկտիրով կանում, այնքան բաներ ունեի, քարոզներ ու պատմական ասենք ասելիքներ մեր ժողովրդին ուղված, որ ասում եմ Տեր կարող է չհասնեմ այսքան այս ժողովրդին ասեմ արդեն հափշտակես։ Այդպիսի սպասում ունեմ։ 12:5-ում կարդում ենք. Այնպես էլ շատերս մեկ մարմին ենք, Քրիստոսումը, բայց ամեն մեկը միմյանց անդամ ենք։ Ուրեմն տեսեք, մեզանից յուրաքանչյուրը հոգևոր առումով, երբ որ ապաշխարում է, իր ամենահարազատ կողակիցն արդեն այնքան հարազատ չի դառնում, ինչքան եկեղեցու անդամը, գիտեք։ Այստեղ այս համար ինձ պարզ ասում է. մեկ մարմին ենք, Քրիստոսումը, բայց ամեն մեկը միմյանց անդամ։ Հոգևոր եկեղեցին, հոգևոր կառույցը անդամներով իրար հետ միացած է, ձեռքը, աչքը, ոտքը չի կարող ասել, ես ձեռքի աչքի հետ կապ չունեմ, ես ոտք եմ եւ այլն։ Ուրեմն դեռ դուք այս հատվածն էլ չեք եկել դեռ, որ Քրիստոս երբ որ պիտի երկրի վրայից հափշտակի, նա անհատներ չի հափշտակելու, նա իր ժողովուրդը, եկեղեցին, որ երկրի վրա ինքը ունի, որ ասես դժոխքի դռները չեն հաղթելու այն եկեղեցին, որ ինքնաշինում, նա դա է հափշտակելու։ Եվ սա այն վարդապետությունն է, որը հստակ ավետարանից մենք հասկացել ենք։ Հիմա ես
մոտավորապես համարյա թե ապաշխարություն, վերստին ծնունդ, խոստովանություն, ջրով մկրտություն, մեկտեղ հավաքվել, Քրիստոսի եկեղեցու անդամ լինել, հաղորդություն, տեսեք, այսքան բաները դեռևս չի կատարվել։ Այդ ոնց անում, որ մարդկանց մոտ մի օրում ալինում։